Տեղեկություններ կան Հայաստանում հանցագործությունների աճի հետ կապված, բայց նաև դուք հայտարարել եք դատարանները բեռնաթափելու մասին, օրինակ բողոքում են, որ հանցագործությունները շատացել են եւ դատարանները չեն հասցնում քննել այդպիսի լուրջ խնդիրները եւ ավելի շատ ծանրաբեռնված են այլ խնդիրները, որոնք օրինակ վերաբերվում են վիրավորանքին, զրպարտությանը, խուլիգանությանը, մասնավորապես խոսքի ազատության հետ առնչվող խնդիրների։ Այս հարցը լուծում ունի, որովհետև իսկապես տարիներով լուրջ գործերը քննվում են եւ չեն ավարտվում, մինչդեռ դատարանները սպասման մեջ են գտնվում։ Նախ ձեր խոսքում մի շեշտադրում արեցիք, ասացիք տեղեկություններ կան, որ հանցավորության հետ կապված թվերը աճել են, ես ուզում եմ նախ հասկանանք այդ տեղեկությունները որտեղից, որովհետև այլ տեղեկություններ, քան պաշտոնական վիճակագրությունն է, չեն կարող լինել, իսկ պաշտոնական վիճակագրությունը ըստ ներքին գործերի նախարարի ներկայացրած թվերի բոլորովին այլ բանի մասին է խոսում, այն բանի մասին է խոսում, որ մենք հանցագործությունների աճ առնվազն չունենք։ Ինչ վերաբերում է գործերի քանակին, հատվածի մասին է վերաբերում է գործերի քանակին, համեմատականը վերջին տարիներին էր վերաբերում։ Ինչ վերաբերում է գործերի քանակին, ապա եթե համեմատենք քրեական գործերի քանակը նախորդ, օրինակ 10 տարի առաջվա գործերի քանակի հետ, ապա այդ դեպքում կտեսնենք աճ այն պարզ պատճառաբանությամբ, որ 2021 թվականից հետո հետաքննության փուլը ուղղակի մեր օրենսդրությունից դուրս է եկել եւ նյութերի նախապատրաստման փոխարեն հարուցվում են քրեական գործեր, իսկ այն ժամանակ նյութերը նախապատրաստվում են եւ այնուհետեւ նույնիսկ լինում են իրավիճակներ, երբ քրեական գործեր չէին հարուցվում։ Ինչ վերաբերում է դատարանների ծանրաբեռնվածությանը, ապա այս խնդրով մենք շատ լուրջ զբաղվում ենք եւ այո, հենց քրեական դատարանի ծանրաբեռնվածության թեթևացման մասին է խոսքը եւ ունենք մի շարք նախագծեր, որոնք առաջիկայում լուծելու են այս խնդիրը։ Մասնավորապես գործերի քննության ժամկետ ենք սահմանում քրեական դատարանում, ըստ նախագծի դա լինելու է 1 տարին, մի քանի անգամ պատճառաբանված որոշմամբ երկարացնելու հնարավորությամբ։ Նաև մենք փոխում ենք ապացույցների հետազոտման կարգը պարզեցնելով այն եւ նպատակ ունենք սահմանել այնպիսի կարգավորումներ, որ կողմերը փոխադարձ համաձայնության առկայության դեպքում որոշակի ապացույցների տեսակներ համարեն հետազոտված եւ ավելորդ ժամանակ չծախսեն բոլոր ապացույցները հատ-առհատ հետազոտելու վրա։ Այս եւ նման մի շարք այլ նախագծեր այլևս ուղարկվել են վարչապետի աշխատակազմ եւ առաջիկայում կքննարկվեն կառավարության նիստերի ընթացքում։ Գալիա, մի շատ կարևոր հարց էլ կա, ես ինքս լուսաբանում եմ դատական գործեր եւ այդ խնդիրը առկա է։ Դատավորները պարբերաբար փոխվում են առաջ խաղացմամբ, բարձրանում են ավելի բարձր ատյանի դատարաններում եւ գործը, որը արդեն որոշակի քննության փուլ անցել է, սկսում են նորից քննել եւ 1-2 անգամ չէ, ընդհանուր մինչեւ 4-5 անգամ դատավոր է փոխվում։ Շատ ճիշտ հարց եք բարձրացնում, մենք այդ խնդիրներն ենք լուծում, ինչպես ասելով, որ իհարկե օրենքի մակարդակում ասելով, որ դատավորի փոփոխության դեպքում գործի քննությունը կողմերի համաձայնության առկայության պարագայում չի սկսվում նորից, այլ սկսվում է այն կետից, որում որ ընդհատվել է։ Այսինքն նոր դատավորը գալուց հետո, եթե համոզմունք ունի, որ գործի քննության արդարացիության վրա այդ որոշումը չի ազդելու, պետք է գործի քննությունը սկսի այն կետից, որում որ թողել եւ նախկին դատավորը գնացել է, եւ ունենք մեկ այլ նախաձեռնություն, որը դեռևս սաղմնային փուլում է եւ քննարկումների փուլում է, վերաբերում է նրան, որ դատավորը առաջխաղացման հնարավորության դեպքում պետք է լուծի իր գործերի X% ընթացքը, օրինակ պայմանական 50%-ի ընթացքը, մյուս 50% կվերաբաշխվի այլ դատավորներին եւ այս նախորդ կարգավորման պայմաններում նույն խնդիրը չենք ունենա, ինչ որ դուք բարձրաձայնեցիք, եւ նոր միայն կհավակնի առաջխաղացման, այսինքն սրանք խնդիրներ են, որ մեր ուշադրության կենտրոնում են, շատ ճիշտ եք անում, որ բարձրաձայնում եք, մենք էլ աշխատում ենք այդ ուղղությամբ։